Արցախի զբոսաշրջային ներուժի ներկայացումը կամ Արցախի որպես խաղաղ ու ստեղծարար վայրի համբավի տարածման նողված մեկ այլ քայլ ինքնանպատակ չէ։ Օտարերկրացիների մոտ տարիներով ձևավորված կարծրատիպը, թե Լեռնային Ղարաբաղը հակամարտության գոտի է, պիտի փշրվի, ինչը ևս միջազգային ճանաչման կարևոր խթան է հանդիսանալու։ Այս համատեքստում կազմակերպվեց նաև բրյուսելյան ցուցահանդեսը, որը նախորդ մյուս ցուցահանդեսներից տարբերվում էր։ Շատ կարևորում ենք այդ ցուցահանդեսը, որովհետև ինքը կազմակերպվել է Եվրոպայի մայրաքաղաքում եւ դա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մեջ Արցախի տաղավար չի, սա առանձին ցուցահանդես է, որ ամբողջությամբ նվիրված էր Արցախին։ Ցուցահանդեսը կազմակերպվեց Բրյուսելի հայտնի Տուրընթեքսի ցուցասրահում։ 3 օրվա ընթացքում եվրոպացիներին 25 տեղեկատվական պաստառների միջոցով ներկայացվեց Արցախի զբոսաշրջության ներուժը։ Ցուցահանդեսի օրերին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները եւ Բրյուսելում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ են ունեցել ցուցահանդեսի մասնակից բարձրաստիճան հյուրերի եւ բելգիական որոշ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի զբոսաշրջային ներուժի հանդեպ։ Այդ համադրումը, այսինքն քաղաքական դեմքերի, կառավարչական դեմքերի եւ զբոսաշրջության մասնագետների շատ լավ արդյունք տվեց։ Բնականաբար, ինչպես մնացած դեպքերում, ադրբեջանական կողմն այս անգամ էլ ջանքեր չէր խնայել ցուցահանդեսին խոչընդոտելու համար։ Նույնիսկ ցուցահանդեսին չմասնակցելու պահանջով սպառնագրեր էին ուղարկել Եվրախորհրդարանի падգամավորներին։ Չնայած այդ ամենին, ցուցահանդեսը կայացավ միայն բացման արարողությանը շուրջ 200 հյուրեր կային, այդ թվում եւ Բելգիայի դաշնային, տարածաշրջանային եւ ֆլամանդական խորհրդարանների անդամներ, ինչպես նաեւ գիտության եւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ։ Ինքը շատ դրական փորձ էր ու շատ ոգևորիչ։ Ես կարծում եմ մենք այդ փորձը պիտի վերցնենք ու շարունակենք այս գործընթացը։ Բնականաբար, հաշվի առնելով Արցախի շուրջ անընդհատ հյուսվող խարդավանքները, ապագա ծրագրերի մանրամասները ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունում գերադասում են չհրապարակել։ Լուսինա Ավանեսյան, Հայկ Բաբայան, օր։